Լսի 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ամենա ծայրահեղ եւ ամենավատ գնահատականներով էլ սկող, էլ պարտված, էլ դավաճան, էլ հողատու ինչ տեսակի բան ասեցին, չէ՞։ Տեսակ 2021 թվականին ով սկեց ու ովում սկծրեց, ով միջև քոքը մաշվեց, ովում քոքը մաշացրեց։ Տեսակ։ Ես այնքան ուրախ եմ։ Եթե իմանայի, չէ, ես որ իմանայի, չէ, ոչ մեկ արժանի չի որ ծեծեն, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը կամ իր տղան էս դահլիճում արժանի չի որ ծեծուտի, նույնիսկ լրագրողները արժանի չեն որ ծեծուտեն, ինչի մենք ներողություն, բայց մենք դրա մասին չենք խոսում։ Հիմա հարցին Ռոբերտ Քոչարյանի հարցին պատասխան, հետո Վահե Մակարյանի հարցին չմոռանաս խնդրում։ Ռոբերտ Քոչարյանին դատի տալու մասով շատ ուրախ եմ, եթե իմանայի որ դատի է տալու նույնիսկ պատրաստ էի, ես բանը վճարեի այդ գույքը հարկա ինչա կոչվում այդ պետական турքը պատրաստ էի վճարել, բայց դե հիմա դիմել է 9 միլիոն դրամ փող ա ուզում ինձնից, վստահ եմ որ այդ 200 միլիոն դոլարին այդ 9 միլիոնը ճիշտ է բան չի փոխելու, բայց էլի տենց կրճատ եք ձեր ծախսերը, որ կարողանաք վճարել։ Չէ, ես չեմ կարծում որ նախ ինքը դատը հաղթելու է, որովհետև ես որքան հասկանում եմ, ես որքան ինչ պետք է ապացուցեմ իմ ասածները, որ ես իմ գնահատականները տվել եմ, հա, այսինքն այն բանը, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են մարդասպան լինելու մեջ, մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի, Պողոս Պողոսյանի, դրանք ես պետք է ապացուցեմ, կարծում եմ ինքը պետք է գա ապացուցի, որ ինքը մարդասպան չի, թալանչի չի եւ ինքը մենք հիմա դատական նիստ ենք, լավ, մենք հիմա դատական նիստ է։ Դու որպես մարդ, որը ինձ պարտվել ես դատական նիստում հասկանում եմ, որ դրանք լավ գիտես, բայց ինչի պետք է կանչեն, քաղաքացիական գործով չեն կանչում, փաստաբանս կգնա, փաստաբանը անիջան լավ իմ ու քո երեկոն չի, իմ ու քո բարեկամության երեկոն չի, մնացած հետ կապված քո գործընկերները հարցնում, հա։ Ժողովի տարածքից պատգամավորի անցափթով ներս մտած լրագրողին Վահեին, հա, անվտանգության աշխատակիցների միջոցով դուրս հանել ինչքանով էր տեղին բաց։ Տեսեք, գոյություն ունի կանոն, որով որ լրագրողները կարող են գործել ազգային ժողովում։ Այդ կանոնի համաձայն դուք օրինակ հավատարմագրում եք ստանում եւ հավատարմագրվելով կարողանում եք ձեր գործունեությունը իրականացնել։ Երբ որ падգամավորը անցաթուղթ է իջացնում, դա նույնպես ունի իր կանոնները։ Այդ կանոնների մեջ ենթադրում է, որ օգնականը գալիս է, ուղեկցում է անձին падգամավորի սենյակ եւ հետո ուղեկցում է սենյակից դուրս։